Պարոն Մանուկյան, այսօր սկսում է նախընտրական քարոզարշավը Էջմիածնում Աղաշապատ խոշորացված համայնքում, որը տևելու է մինչև նոյեմբերի 14-ը, ինչպես եք մեկնարկում։ Մեկնարկում ենք խաղաղ, աշխատանքային, մեկնարկում ենք ուժեղ թիմով, դեպի հաղթականություն տանող թիմով եւ այն կազմով, որոնք բնակվում են այս համայնքում եւ բոլոր նրանցով, ովքեր մոտենում են պարբերաբար ինձ, ես երեկոները քայլում էի փողոցներով, մարդիկ եւ շնորհակալություն էին հայտնում եւ պատրաստ էին համագործակցել եւ հիմա հասկանում են, որ հնարավորություն ունեն առողջ քայլեր անելու այս դժվարին վիճակից եւ մեր համայնքը դուրս բերելու եւ նաեւ ինչու՞ չէ ընդհանուր իմաստով բարոյահոգեբանական մթնոլորտը առողջացնելու։ Շանսերը ձեր ինչպես է գնահատում։ 100+1։ Ես ասել եմ, որ ես արդեն հաղթել եմ, ես այդ հաղթանակի կողքը հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր հաղթության կրողներն են։ Ամեն մարդու ապրած կյանքը այդ ցուցանիշն է։ Եթե մարդը եկել է այստեղ գաստրոլների, որովհետև իրեն հրահանգել են, որ գա գաստրոլներով զբաղվի, եւ եթե նա կարողանա խաբեությամբ ձայներ կորզի, դրանք ինձ համար ձայներ չեն եւ քվեներ չեն, դրանք խաբեություն են։ Եվ ես իրենց ապրած կյանքերով եմ նայում եւ ես ասում եմ, այո, 100+1։ Եվ եթե մարդիկ կան, ովքեր ուզում են դա իրական դարձնել, իրագործել, այդ հաղթության տերը լինել, կկանգնեն մեր կողքին եւ մենք այդ հաղթությունը կտանք նրանց։ Որքանով կարեւոր են այս ընտրությունները ձեր եւ հայրենի կուսակցության համար։ Ինչ կարեւորություն կա այս ընտրություններում։ Կարծում եմ ամբողջ հայության համար է կարևոր, որովհետև հոգևոր կենտրոնը այո պիտի պաշտպանված լինի։ Ես հիմա տեսնում եմ, թե ինչպես են կարողանում ներկապարանոց հայտարարություններ անել, ինչպես են կարողանում անվան արկել, ինչպես են կարողանում մեր սրբազաններին կալանավորել, ինչպես են կարողանում վեհափառին ինչ-որ խնդիրներ առաջ քաշել, որոնք բացարձակապես կապ չունեն։ Մենք տեսնում ենք, թե ինչ մեծ շինարարություններ է արված մեր համայնքում, հենց եկեղեցական տարածքում։ Մի խոսքով ես այո գտնում եմ, որ սա ողջ հայության հայացքն է դեպի Էջմիածին, եւ ես ուզում եմ, որ Էջմիածնեցին, Բաղարշապատցին Խոյ համայնքի հետ միասին հաղթի, իր ինքնությունը պահպանի եւ ցույց տա աշխարհին, որ մենք հայկական հայոց արժեհամակարգի կրողներն ենք։ Պարոն Մանուկյան, իշխանության կողմից ընդդիմադիր համայնքապետերը երբևիցե բարեհաճության չեն արժանացել։ Մենք վերջերս էլ ականատես եղանք Գյումրու համայնքապետի օրինակին։ Ինչ եք կարծում, ձեզ հետ ինչպես կվարվեն, եթե օրինակ անցնեք իշխանության։ Չարությամբ եկողները չարությամբ կպատասխանվեն։ Ես երբևէ որևէ բանից չեմ նահանջել եւ ասեմ, ես այսօր իմ արշավը մեկնարկը սկսեցի Եռաբլուրից, ես Եռաբլուրի քաջերի զինվորն եմ, բոլոր են դուխով փալասները, ովքեր կփորձեն չարամտորեն ինչ-որ գործողություններ ծրագրել, անել չարքապատկանները, ասել եմ կփալասվեն հայ ժողովրդի ոտքերի տակ։ Ակնհայտ է, որ իշխանությունն ախտերից վարչական ռեսուրս է կիրառում, օրինակ այստեղ գալուց էլ նկատեցինք, որ ամբողջ Էջմիածինը այդ ճանապարհի ամբողջ հատվածը Հարգիշտի Մեխակյանի լուսանկարներն են փակցնում, առանձին իրենց համար վահանակներ են սվարկա արել, նաև տեսանք, որ լրագրող Լիա Սարգսյանը տեսանյութ էր պատրաստել, որտեղ Մարսպետը իշխանական տեխնացուն Կերուխում էին կազմակերպել բարեգործության անվան տան, գումար էին բաժանում, սա ըստ էության արդեն չարաշահում չի։ Դե դա իրավական համակարգը պիտի դրանով զբաղվի, ես չեմ կարող գնահատականներ տալ, թող զբաղվեն, թող տեսնեն, որ վարչական ռեսուրսները պիտի կիրառվեն, ես դրանում կասկած չունեմ, դա ամենա ուրեմն փոքրն է, որ կանեն, ես կուզեի չարության ռեսուրսները չկիրառեին եւ այնպես չանային, որ մեր ժողովուրդը վերջնականապես հիասթափվեր բոլոր նրանցից, ովքեր այսօր ստանձնել են երկրում իշխանության ղեկը։ Պարոն Մանուկյան, անելիքներից խոսեք դուք ինչ եք առաջարկում Աղաշապատին։ Ես առաջարկում եմ նախ այս սոցիալական խնդիրները, որ իսկապես ծառացել են մարդկանց առաջ, պիտի կարողանանք լուծել հնարավորինս արագ, որովհետև եթե մարդը իր սոցիալական խնդիրներից դուրս չի գալիս, նա սկսում է այդ կենցաղավարության մեջ մնալ։ Մենք պիտի կարողանանք այո այդ խնդիրները միասին լուծելով։ Ես դա չեմ ասում, որ միայն համայնքապետը կարող է այդ ամենը լուծել։ Ոչ նրանց կողքին պիտի լինեմ։ Ես գյուղական համայնքներում տեսա, որ հարկավոր է ունենալ գյուղատնտեսներ, անասնաբուժներ, բոլոր պարագաներում նաև խորհրդատուներ, որոնք առողջ բիզնեսը կարողանան ծրագրել, որպեսզի գյուղացին կորուստներ չունենա ֆինանսական։ Այո, մենք ամեն կերպ պիտի օգնենք եւ գյուղական համայնքում, եւ Էջմիածնում, եւ մեր արցախահայերին, որոնք իսկապես լուրջ խնդիրների առաջ են կանգնած եւ առաջնայինը այո, պիտի այդ ինտեգրումը ապահովենք, որ նա զգա իր հարազատ հողի վրա է, երբեք
չբացառելով Արցախ մեր վերադարձը, մենք պիտի նրանց կարողանանք այո այստեղ իրական տեր դարձնել իրենց երկրի։ Մտավախություն չկա, որ նույնիսկ եթե ընդդիմադիր ներկայացուցիչ ընտրվի, իշխանությունը չի հանդուրժել ժողովրդի քվեն։ Բայց իշխանություն կա, ես հիմա լսում եմ դուք իշխանությունը չի անի, իշխանություն չկա, կա օտարի շահերը սպասարկողներ, այդ բոլորը ձեր նշած օտարի շահերը սպասարկողներն են, ես շատ ուզում եմ, որ այո իշխանություն, հայոց իշխանությունը ձևավորվի մեր երկրում և հենց այդ ինքնիշխան երկրի իշխանավորները կգան, այս երկրի ղեկավարման ղեկին կլինեն, արդեն նման հարցեր չեն առաջանա և մենք կտեսնենք, որ Առաջ քայլերով, հաղթական քայլերով մեր երկիրը գնում է առաջ։ Տեսնում ենք, որ ընտրված ընդդիմադիր ներկայացուցիչները ձերբակալվում են տարբեր գործերը նրանց նկատմամբ հարուցվում, դրա համար եմ հարցնում։ Ես հիմա չեմ շտաբի գնահատականներ տալ, ինչ որ գործեր են ասեցին հարուցել են, դե թող պարզաբանեն։ Ես ընդհանրապես կարող եմ անցյալի մասով ասել, երբ սրբազաններին կալանավորեցին հանիրավի կերպով, մենք տեսանք, թե ինչպես էին կարողացել կցոնել այդ ձայնագրությունները մեկը մյուսին միացնելով, ինչ որ ապատեղեկատվություն տարածել եւ այդ հանցագործները մինչեւ հիմա անպատիժ են մնում։ Այդ հանցագործներին մենք պիտի կարողանանք կանգնեցնել արդարադատության առաջ, որպեսզի սրանից հետո չփորձեն իրենց նենգությունը կիրառելի դարձնել։ Ես նշանակակիցներին ինչ առաջարկ կոչ կանել 7 նկատիցների։ Խաղաղ մնան, հետևեն իրենց առողջությանը եւ շատ ծանր չտանեն։